Ես գտնվում եմ Բարսելոնայի այրոպորտում, բայց ոչ թե եկել եմ, այլ գնում եմ։ Բարսելոնայի այրոպորտում նստած սուշի եմ ուտում։ Եթե իմ մոտակա թռիչքի ժամանակ ինչ-որ մի հատ չեպե լինի, ես չգիտեմ։ Ես դավերյա եմ արել սուշի quality-ին։ Այստեղ նստարանի վրա պրոստի ինչ-որ մեկի շորերն ասենց լցրած, նասկի, մասկի եւ այլն։ Երևի ինչ-որ մեկի բագաժի մեջ տեղ չի արել, անել թափել են գնալուց առաջ։ Եվս մի անգամ եկա ու փորձեցի այս Սալ դե Ժանեյրոյի բոլոր հոտերը։ Հեսա ցույց կտամ ամենալավերը որոնք են, բայց մի հատ ուրիշ բան որ ուզում եմ ցույց տամ, այս իրանց ռեկլամն է։ Այս ռեկլամի միջի աղջիկը ու այս նկարը։ Ինձ շատ դզել է այս ռեկլամը, այս նկարը, այս body positivity-ն, որ ցույց են տալիս։ Ուրեմն ամենալավերից մեկը այս 62-ն է, որ ինձ դուր է եկել 48-ը, այսի 71-ը իսկական ձմեռային հոտ է ու այս 59-ը, այսի սովորական ստաբիլ հոտ է, սրանից ունեի ու դուրը շատ է գալիս։ Սենց փոքր կոմպլեկտները կան, միանգամից իր այդ նույն հոտի կրեմով տարբեր հոտերը կան ու ուզում եմ առնեմ սրանից մի հատ ինձ, բայց այդ արդեն հետ գալուց, որովհետև հիմա նոր եմ գնում, հետ գալուց էլի կմտնեմ duty free-ից կառնեմ, որովհետև ընդամենը 25 եվրո է, Sephora-ում արժի 35 եվրո։ Մենք հասանք Միլան։ Միլանի Մալպենսա այրոպորտից մինչև կենտրոն հասնելու ժամանակը մոտավորապես մի ժամ է, իսկ մենք ավտոբուսով համարյա 2 ժամում նոր հասանք կենտրոն, հետո ոտքով քայլեցինք մինչև մեր հոթել ու արդեն այնքան հոգնած էինք, որ այրոպորտից մինչև կենտրոն մեր ավտոբուսը ավելի երկարատև է, քան մեր թռիչքը, որովհետև մեր թռիչքը ընդամենը մի ժամ 25 րոպե էր։ Վերջապես եկանք հասանք, ժամը 5-ն է, եթե ինչու նոր մեկի ոտի տակ էին գնում։ Եկանք Uniqlo, մի երկու տակ բան վերցնենք։ Մտա Uniqlo, ուղղակի նայեցի գներին, ահա որ զարմացա գների նայելուց հետո, որովհետև ինչ-որ շատ տարօրինակ թանկ է ամեն ինչ, օնլայն պատվիրելով մի 10 անգամ ավելի էժան է երևի։ Այսօր Thanksgiving-ն է, որ գնալու ենք նշելու երեկոյան ժամը 9-ին ընթրիքով, ժամը 6-ն է հիմա, ու քանի որ տենց մեծ ինչ-որ մի բան ուտել չենք ուզում այս պահին, սուշի ենք վերցրել։ Ինչ-որ մի բան է կատարվում ընդեղ, սենց լիքը մարդիկ հերթ են կանգնած, որ ընդհանրապես պատկերացում չունենք ինչի համար։ Նաև այսօր Stranger Things սերիալի 5-րդ սեզոնն է դուրս գալիս ու դրա համար Միլանն էլ ձևավորել են հատուկ այդ պրեմիերայի համար։ Այսօր մեր երկրորդ, բայց առաջին ամբողջական օրն է Միլանում ու այսօր ամբողջովին տրանսպորտը կանգնացված է ստեղ, transport strike-ը եղել ու ինձ թվում է ինչ-որ միտինգների հետ է կապված, որովհետև դուրս ենք եկել քայլում ենք ու ամեն փողոցի վրա ինչ-որ սենց մարդկանց գրուպաներ են հավաքված, միտինգներ են անում, անհասկանալի ինչ-որ բանի համար, անգամ պլակատներից ոչ մի բանից ինձ չհասկացա ինչ է կատարվում։ Cappuccino assassino.
Bombardiro crocodilo. Ay, ballerina cappuccino. Միլանում երևի միակ հետաքրքիր բանը այդ խանութներն են, ու մենք հենց Black Friday-ին ընտեղ էինք, բայց ճիշտն ասած հասկացել եմ, որ շոփինգը ինձ այդքան էլ չի հետաքրքրում, մանավանդ օֆլայն շոփինգը, երբ որ պետքա մի ժամ հերթ կանգնես, որ հանդերձարան մտնես մի բան փորձելու, ու այդքան էլ հերթ կանգնես, որ չեքաութ անես, էլ իմ սրտով չի։ Հետո գնացինք մի հայտնի պիցերիա, որի գնահատականը 4.4 է Google Maps-ում ու ունի համարյա 14,000 review, ու այնտեղ տալիս են ընդամենը 3 տիպի պիցա։ Նոր Primark-ից մի երկու կայֆ բան եմ առել, Միլանի հետ կապված սուվենիրներ, նվերներ, ու հեսա հասնեմ հոթել, ցույց կտամ։ Բարի լույս, նենց հոգնածում արդեն անհամբեր սպասում եմ, թե երբ եմ հետ գնալու հասնեմ տուն, այսօր ժամը երեկոյան 7-ին է թռիչքը, հիմա ժամը 9-ն է, բայց եկեք ցույց տամ ինչ եմ առել 3 Primark-ից ու իմ ամենասիրելի բանը էտես Միլան գրվածքով տերմոսն է, Travel Mug է կոչվում, ինձ շատ է դուր եկել, ու ես տատանվում էի վերցնեի այս Travel Mug-ը, թե բաժակը, ու վերջում ոնց տենում եք երկուսն էլ վերցրել եմ, որտեղ երկուսն էլ դուրը շատ են գալիս, ու հետագայում արդեն կորոշեմ, թե որը կպահեմ ինձ ու որը կնվիրեմ, ու Միլանով սենց սրբիչներ եմ վերցրել, tea towels, խոհանոցի համար, գույներն էլ դուրս շատ են եկել, դիզայնը չեմ բացել ու մտածում եմ մեկը երևի ինձ կպահեմ, մյուսը կնվիրեմ, որտեղ երկու հատ է, բայց շատ սենց հետաքրքիր, նվերի համար էլ հետաքրքիր բան է, սուվենիր, նաև ամենակարևոր բանը, որ վերցրել եմ Primark-ից, այս տաքացնող բանն է, չգիտեմ հայերենով անգամ ծրանունը ոնց է, բայց ինչքան լսում ուղղակի ասում են գրելկա, սենց ռեզինից բանա, հատկացված հատուկ եռացրած ջրի համար, սենց բացվում է, այստեղից եռացրած ջուրը մեջն է լցվում, ու ինքը ձմեռվա համար սենց տաքուկ բան է, երբեք չեմ օգտագործել, չգիտեմ, ասում պետք է որ լավ բան լինի, ու իրա դիզայնն էլ սենց վարդագույն փափուկ, հիմա ասցի ինչու ոչ, մնում այս ամեն ինչի համար տեղ գտնել ռյուկզակի մեջ, վերցրել եմ սենց բոբայի հատիկներ, պետք է որ բոբայի հատիկներ լինեն, հիմա կարեմ բացեմ ու տեղակ ինչ-որ փոշի է, ու սենց գրած է ելակի համով բոբայի հատիկներ, բայց ես վերցրել եմ մանգոյի համով, ու այս դեբիլությանը ես տվել եմ 4 եվրո համարյա, 3.50, մեկ էլ վերցրել եմ մի հատ մոմ, անունը Black Vanilla, ու իմ սիրելի հոտն է վանիլը, ու վանիլի հետ կապված բոլոր, անգամ են դուխիները, որ duty free-ում ցույց տվեցի, այդ բոլորը մեջ ինչ-որ մի մասնիկ վանիլ ունեին, դրա համար դուրս շատ են գալիս, ու այս մոմն էլ ուղղակի զեղչով էր, թե չէ ինչի եմ սենց ծանր հետս քարշ տալիս Միլանից Բարսելոնա մոմ տանում, որտեղ այս անգամ այս փուչուրիկ մոմը հաստատ երևի 700 գրամ կլինի, շատ ծանր է։